Ջուրի արտանցքի ետքերով բազմահարկ է, լսելով ներքևի հարևանին, կասկածում եմ, որ կարող է ճնշման խողովակները լինի, բարձրանանք հասկանամ, ոնց բացատրեցին 5-րդ մասնագետն եմ։ Վերևի հագի ուսումնասիրություններով տաք ջրից ունենք շատ բարակ կորուստ, ոնց որում ինքը ճնշման անկում էր ապրում, հետո կանգնեց, այսինքն ըստ երևույթին լողացող կորուստ է, տրասիրովկեքն եմ անում, հասկանանք ոնց ենք իրան տեղորոշում, բարակ ու լողացող կորուստը, տաք ջրից։ Տաք ջրի համակարգից կորուստը դադարել է, այսինքն ճնշման անկումն է դադարել, Հասի ժամանակը զուր չվատնեմ կորուստում եմ, ունով ստեսմ հետ կասկածելի հանգույց, որում էսի ստացել են, ստեղ ասացի 5-րդ մասնագետն եմ, այսինքն ստեղ եկել են, այս 4 ալիքը փոխել են, տրապ են փոխել, այսինքն այդ գիսն եմ միանում, ատես այս հանգույցը ստուգենք ամեն դեպքում։ Կասկածները շահաստատվեց, ջուրը պահում է հերմետիկ, այսինքն այդ հանգույցը կասկածելի աշխատող հանգույցը հերմետիկը, լվացանի կողմից նույնպես ստուգված է, ողորոնումները շատ երկարեց, ամեն դեպքում կասկածները մնում է տաք ջրի վրա, լողացողակորուստը, ժամանակ առ ժամանակ կորում, կասկածելի կետ ունեմ, բայց կասկածը պայմանավորված է թույլ աղմուկի լսելով, ամեն դեպքում ճնշումը շատ բարակ անգնում, ու էլի կամայական ժամանակ առ ժամանակ անգնում, Ոքի բանանը պատվիրատուն ես ամբողջ պատը քանդել ու խողովակները փոխել է, այսինքն ես հիմա էլի կենտրոնացել եմ այն հատվածում, որտեղ փոխել է, տեսնեք ինչա ստացվում։ Խոսքով համոզվեցի, կորուստը լողացող է, այսինքն հնարավորություն չեղավ իրան գտնել, շատ է բարակ ու լողացող, այսինքն այդ իմպուլսները շատ ուշուշատալի, որպես իրան կարողանամ լսեմ գտնեմ, պատվիրատուի հետ որոշում ենք կայացրել, որ նոր տաք ջրի խողովակաշարք հաշվի, որովհետև շատ էներգիա ու գումար կծախսի, մինչև ես այս բարակ արտահոսքը գտնեմ, նյութի կիրառումը ավելի թանկ կնստի, քան նոր խողովակ քաշելը, տարածքը մեծ չի։